Սկզբից էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ընթերցումը վերցված է Հովհաննեսի ավետարանից, առաջին գլխի առաջին համարից մինչև 17-րդ համարը։ Եվ այսօր մենք այստեղ տեսնում ենք, թե ինչպես ավետարանիչը մեզ ներկայացնում Հիսուս Քրիստոսի ինքնությունը։ Նախ հենց ամենաառաջին համարում ասում է, թե սկզբից էր խոսքը, խոսքը ասելով նկատի ունենալով Հիսուս Քրիստոսին, որովհետև 14-րդ համարում մենք տեսնում ենք, որ ավետարանիչը ասում է եւ խոսքը մարմին դարձավ։ Իսկ իր առաջին ընդհանրական նամակի մեջ մենք տեսնում ենք, որ այդ խոսքի հետ նրանք շփվեցին եւ նրանից ուսանեցին։ Հետևաբար խոսքը Հիսուս Քրիստոսն է։ Եվ իր ավետարանի առաջին իսկ համարում Հովհաննես ավետարանիչը ասում է. սկզբից էր խոսքը, այսինքն ժամանակից առաջ էլ կար խոսքը։ Եվ մենք բոլորս գիտենք մեր եկեղեցու վարդապետությունից, որ Աստծո որդին նախագո էր։ Այսինքն ինչպես մեր եկեղեցու հայրերն են ասում, որքան հայրը հայր է, այնքան որդին որդի, եւ չկար ժամանակ, երբ որդին չկար։ Հետևաբար Սուրբ Երրորդությունը ի սկզբանե ժամանակից էլ առաջ արդեն իսկ կար։ Եվ այն ժամանակվանից իսկ արդեն Հիսուս Քրիստոս, Աստծո որդին, կար եւ գիտեր, որ գալու է մի ժամանակ, երբ ինքը մարթանալու է եւ ներկայանալու է մեզ իբրև Աստված, ներկայանալու է մեզ իբրև մարդ, կատարյալ Աստված դառնալու է նաեւ կատարյալ մարդ, մեզ ամենքից ներկայանալով իբրև այդպիսին։ Ինչ է ասում ավետարանիչը այսօր այս առաջի գլխի առաջինից 17-րդ համարներում։ Սկզբից էր խոսքը, այսինքն չկար ժամանակ, երբ Աստծո որդին չկար։ Խոսքը Աստծո մոտ էր, այսինքն խոսքը որդին հոր հետ էր եւ խոսքը Աստված էր։ Հիսուս Քրիստոս Աստված է։ Բայց մեկ այլ հետաքրքիր բան ասեմ, ինչու է ավետարանիչը Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն անվանում խոսք։ Ինչու՞ չի ասում սկզբից էր որդին Աստծո մոտ էր։ Որովհետև ի սկզբանե, երբ մենք բացում ենք Աստվածաշունչը եւ տեսնում ենք, թե ինչպես է Աստված արարում, ասվում է հետեւյալը. եւ Աստված ասաց. թող լինի։ Հայր Աստված արարում է որդի Աստծո միջոցով։ Մենք դա տեսնում ենք Սուրբ գրքում, բայց ինչու է որդին Աստված կոչվում խոսք։ Կրկին վերադառնանք այս հարցին, որովհետև այդ խոսքը մենք պիտի ընդունենք եւ ընկալենք։ Ինչպես ենք մենք հասկանում, եթե ոչ լսելով, կարդալով, եւ լսում ենք եւ կարդում ենք Աստծո խոսքը։ Աստծո խոսքը ընդունելով մենք միայն կարող ենք հաղորդ լինել Աստծուն։ Եվ այսօր ավետարանը ասում է, եւ նա լույս էր, որ լուսավորում էր բոլոր մարդկանց, բոլոր նրանց, ովքեր խավարի մեջ են, Աստված նրանց բոլորին լուսավորում է իր խոսքի, իր որդու միջոցով։ Բայց լուսավորվել խավարի մեջ գտնվողները կարող են բացառաբար ընդունելով այդ խոսքը։ Ինչու խոսքը մարմին դարձավ, որպեսզի մենք էլ մեր գործերում մարմնավորենք Աստծո խոսքը։ Աստծո որդին մարդ դարձավ, մեզ բերելու համար փրկությունը։ Բայց այդ փրկությանը մենք կարող ենք հաղորդ դառնալ, եթե մենք էլ քայլենք այն ճանապարհներով, որով քայլեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, արդարության, մարդասիրության, Աստվածպաշտության ճանապարհներով։ Մենք ինքներս պիտի խոսքը Աստծո վերամարմնավորենք մեր մեջ, ընդունենք, հասկանանք, հավատանք եւ ապրենք ըստ այդ խոսքի, վերամարմնավորելով մեր մեջ Աստծո պատվիրանները, Աստծո պատգամները, Աստծո ցանկությունը։ Իսկ Աստծո ցանկությունը, Աստծո կամքը մեր բոլորի սրբությունն է եւ փրկությունը։ Այսօր Հովհաննես ավետարանիչը մեզ ասում է, որ Աստված որոշեց մարթանալ, որպեսզի մեզ բերի իր աստվածային սերը, որովհետեւ մենք հեռացել ենք այդ սիրուց, եւ մեզ պատգամում է գնալ ընդառաջ այդ սիրուն, ընդունել լույսը, ընդունել այդ ճանապարհը, կանգնել այդ ճանապարհի վրա եւ գնալ դեպի Աստված։ Եվ թող մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի լույսը ծագի մեր բոլորի մտքերում, լուսավորի մեր տեսողությունը, լուսավորի մեր սիրտը, բացի մեր ականջները լսելու համար նրա պատգամները։ Թող Աստված մեզ ամենքից զորություն տա Աստծո խոսքը մարմնավորելու մեր գործերում եւ ապրելու ըստ Աստծո խոսքի, ըստ Աստծո կամքի, հանուն մեր բոլորի փրկության։